Առավոտից ոստիկանությունը ծանոթագրեր է հանձնում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին, այսօր որպես մեղադրյալ քննչական կոմիտե ներկայանալու համար, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, ավելի վաղ դատարանը վերականգնել էր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի Մասյացյոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը, որից հետո շատ չանցած մայրաթոռը եպիսկոպոսին կարգալույծ էր արել։ Փաստաբանի խոսքով սա հերթական միջամտություն է եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել եպիսկոպոսատ ժողովի անցկացումը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինված ուժերում ծառայող գնդերեսների մասին հրամանից հետո մայրաթոռի փաստաբան Արա Զոհրաբյանը այսօր հայտնել է, որ զինված ուժերում 42 հոգևորականից միայն 8-ն են ծառայելու որպես ժամկետային ծառայող, իսկ մնացած 34-ը այլևս չեն ծառայելու։ Փաստաբանի խոսքով Սուրեն Պապիկյանը խախտել է նույնիսկ պաշտպանության նախարարի հաստատած հոգևոր ծառայության կանոնադրության կետերից մեկը, ըստ որի հոգևոր ծառայությունը լուծարվում է ամենայն հայոց կաթողիկոսի օրհնագրով եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով։ Այս գործընթացի առիթը հանդիսացել է, որ գնդերեսները հրաժարվել են պաշտպանության նախարարության պահանջով միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնված հակաեկեղեցական ծրագրի։ Գնդերեսների հետ կապված հանդիպումների ճնշումների մասին մամուլում նաև հրապարակումներ եղան։ Սա իրավական կողմն է, իսկ բարոյահոգեբանական կողմը նա է, որ այս իշխանությունը իրականում թիրախավորել է ազգային եկեղեցուն։ Փոխանակ ամեն ինչ անեն, որ բանակը հեռու պահեն այս ամոթալի հալածանքներից, անում են ուղիղ հակառակը։ Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում։ Նրանցից մեկին ադրբեջանցիները չեն գտել, որ բերեն, հայտնել է Ազատություն ռադիոկայանը։ Հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը լրատվական եզրույցում պատմել է, որ Լարիսա Ստեփանյանը վերջին պահին անհասկանալի ձևով անհետացել է։ Ադրբեջանցիները սկսել են ակտիվ իրեն փնտրել, մի քանի րոպե ման են եկել, բայց չեն գտել։ Լարիսան 73 տարեկան է։ 2020 թվականի պատերազմից հետո Հադրութից տեղահանվել ապրում էր Ստեփանակերտի կացարանների վերածված ոստիկանության պոլիկլինիկայի շենքում։ Ավելի վաղ Լարիսան Բաքվից եկած լրագրողներին ասել էր, որ իրեն լավ է զգում, մտադիր չէ հեռանալ Ստեփանակերտից, որովհետև պիտի անպայման հետ իր տուն Հադրութի Տող գյուղ գնա։ 73-ամյա կինը այս հարցով նույնիսկ հերակա Ալիևին էր դիմել։ Այս դեպքից հետո կնոջ մասին տեղեկություն չկա, հայտնի չէ, թե նա որտեղ է։ Շատ կտրուկ եւ շատ հզոր պատասխան է խոստանում Իրանն ԱՄՆ-ին հարձակման դեպքում։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին Անկարայում Էրդողանի հետ հանդիպումից հետո CNN Թյուրքին տված հարցազրույցում Միացյալ Նահանգներին զգուշացրել է Թեհրանի հետ թելադրանքի լեզվով չխոսել։ Իրանը թելադրանք չի ընդունում, մենք պատրաստ ենք արդար եւ հավասարակշռված դիվանագիտության։ Եթե խոսքը արդար եւ անկողմնակալ համաձայնության մասին է, մենք պատրաստ ենք, բայց երկու կողմն էլ պետք է ընդունի, որ բանակցությունը տարբերվում է թելադրանքից։ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի մեզ սպառնալ եւ աչք վախեցնել։ Արաղչին ասել է, որ 2025 թվականի հունիսի բախումներից դասեր է քաղել Իրանը ու ավելի լավ է պատրաստվել հնարավոր նոր հարձակմանը։ Մեր բալիստիկ հրթիռները տեղում են, մեր ուժը տեղում է։ Եթե հարձակում լինի, մենք անպայման շատ կտրուկ եւ շատ հզոր պատասխան ենք տալու։ Եվրամիությանն աշտարակալ է անվանել Իրանի գլխավոր դիվանագետը։ Այս կերպ նա արձագանքել է Եվրադաշինքի որոշմանը Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կառույց ճանաչելու մասին։ Եվրամիությունը մեծ ռազմավարական սխալ թույլ տվեց։ Եթե չլիներ հեղափոխության պահապանների կորպուսը, եվրոպացիներն այժմ Փարիզում կամ եվրոպական մեկ այլ քաղաքում դեմ առ դեմ կռվում էին իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ։ Ցավոք, եվրոպական երկրները շատ անշնորհակալ գտնվեցին։ Եվրամիությունը բացատրել է, որ իր որոշման պատճառը Իրանում վերջին ամիսներին տեղի ունեցած զանգվածային ցույցերը ուժով ճնշելու իշխանության բիրտ մեթոդներն են։ Ըստ պաշտոնական տվյալի, բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է 3117 մարդ, որոնցից 2000-ը ըստ արտգործնախարար Արաղչիի ուժային կառույցների ներկայացուցիչներն են։ Արևմտյան հաշվարկներով Իրանում մոտ 30,000 ցուցարար է սպանվել։ Իր երկրում ռեժիմի հնարավոր փոփոխությունը ֆանտազիա է անվանել Իրանի արտգործնախարարը։
Regime change is completely a fantasy. Some people are caught up in this fantasy. Ոմանք տարվել են այդ երազանքով։ Մեր համակարգն այնքան արմատացած է եւ այնքան ամուր հիմքեր ունի, որ մարդկանց գալն ու գնալը ոչինչ չի փոխի։ Համակարգը մնում է իր տեղում եւ շարունակում է իր գործը։ Pentagon didn't send any of them. Վերլուծաբանները չեն բացառում, որ Իրանի ափերին մոտեցած ամերիկյան նավատորմը ռազմական գործողություններ դեռ չի սկսում, քանի որ պատրաստ չէ Իրանի հոգևոր առաջնորդին առևանգելու պլանը։ Վենեսուելական սցենարը կրկնելու հնարավորության մասին երեկ էին լրագրողները հարցրել նախագահ Թրամփին։ If Iran doesn't make a deal, is your plan to replicate there what you just did in Venezuela? Եթե Իրանը համաձայնության չգա, արդյոք ձեր ծրագիրն է այնտեղ կրկնել այն, ինչ արեցիք Վենեսուելայում։ We have the most powerful ships in the world. Ես չէի ցանկանա դա ասել, ես չեմ ուզում խոսել որևէ բանի մասին, որն առնչվում է իմ ռազմական քայլերին, բայց մենք այնտեղ ահռելի հզոր նավատորմ ունենք։ Մենք ունենք աշխարհի ամենահզոր նավերը, մենք ունենք աշխարհի անհամեմատ ամենահզոր բանակը։ Մենք դա բազմիցս ապացուցել ենք։ Stronger than ever before. I'm adding to it. We're adding something called the battleship. Իսրայելը կրկին հարվածել է Լիբանանին։ Կրակն այնքան ուժեղ է եղել, որ այնտեղ գտնվող շինարարական ամբողջ տեխնիկան մոխրացել է։ Իր հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ հարվածել է Հեզբոլահի ենթակառուցվածքային օբյեկտներին եւ ինժեներական տեխնիկային։ Տեխնիկայի արկայությունը Իսրայելի եւ Լիբանանի միջև հրադադարի խախտում է, շեշտել է իսրայելական կողմը։ Չնայած խաղաղության համաձայնագրին, Իսրայելն օդային հարվածներ է հասցրել նաև Գազային, առնվազն 21 մարդ զոհվել է։ ԱՄՆ-ում անցած շաբաթվանին սկսված զնաբուքը դեռևս չի նահանջել։ Ցուրտ եղանակի հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի։ Մահվան պատճառներից են մասնավորապես սրտահարությունը, ճանապարհատրանսպորտային պատահարները եւ սրտի կաթվածը ձեռքով ձյունը մաքրելու ժամանակ։ Առատյան տեղումների ֆոնին հետաձգվել է դեպի լուսին պլանավորված թռիչքը Արտեմիս 2 առաքելությունը։ Սպասվում է, որ Նյու Յորքից բացի եղանակային վատ պայմաններ կլինեն նաև Ֆլորիդայում։ Որովայնի եւ ներքին օրգանների ճարպաշերտը նվազեցնելու համար ճապոնական Սանտորի ընկերությունը թողարկել է նոր ֆունկցիոնալ ջուր։ Ըմպելիքն ունի ջրի համբ եւ թափանցիկություն։ Առողջարասնունդի նկատմամբ սպառողների աճող պահանջարկի ֆոնին կազմակերպությունը որոշել է նորարարության գնալ։ Վաճառքի ցուցանիշներն արդեն 30%-ով գերազանցել են նախնական սպասելիքները։ Ջուրը հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել երիտասարդների եւ կանանց շրջանում։ Ընկերությունն արդեն ներկայացրել արտադրանքի արդյունավետությունը հաստատող գիտական ապացույցներ։